Նիկոլ Փաշինյանը վամպիրի պես, պատկերավոր ասած, սնվում է պաշտոնաթող նախագահների ժամանակահատվածում առաջացած խնդիրներից։ Եվ երբ պաշտոնաթող նախագահները մասնակցում են, ստացվում է, որ նրանք իրենց մասնակցությամբ հնարավորություն են տալիս Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու շանսեր են տալիս եւ իր օրակարգը, որ ինքը առաջ տանի։ Հիմա, բայց այստեղ մի բան էլ կա։ Պաշտոնաթող նախագահների մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկում են ոչ միայն այն մարդիկ, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, իսկ մեր հայրենակիցների մեջ կան այդպիսի մեր հայրենակիցներ, որոնք իրոք աջակցում են Նիկոլ Փաշինյանին, բայց նաև նրանք են ընտրում, որոնք չեն ուզում վերադարձ հնին։ Այսինքն նա պաշտոնաթող նախագահներն այդ մասնակցությամբ Նիկոլ Փաշինյանին տալիս են լրացուցիչ լեգիտիմություն կամ այդ մասնակցությունը տալիս է։ Հիմա առաջին դուք հիշատակեցիք Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ես ասեմ ձեզ, որ օրինակ առաջին նախագահն է, նաև ասել այդ մասին երրորդ նախագահն է դեռ հայտարարություն չի արել, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, բայց կարծեք թե ոնց որ տանում են նրան, որ չեն մասնակցում ընտրություններին, որքան հասկանում եմ անձամբ։ Իմ կարծիքով շատ լավ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ նույնպես հետևի այդ օրինակին։ Եվ մենք կարողանանք ի վերջո դուրս գալ այս արատավոր շղթայից։ Եվ սա ամենևին չի նշանակում, որ մենք չենք հարգում մեր նախագահներին, մեր պաշտոնաթող նախագահներին։ Մենք իրավունք չունենք մեր պետականության համար կարևորագույն նշանակություն ունեցած մեր հանրապետության նախագահներին վերաբերվել ոչ հարգանքով, նրանք մեր հանրապետության նախագահներն են, բայց երբ, գիտեք, այսպես քաղաքական համեմատության համար ասեմ, որ երբ օրինակ, եթե խոսքը հանրապետության երկրորդ, մեկ էլ մի բան, այստեղ անձնական էմոցիաների մասին չի, տեսեք, հանրապետության նախագահը ասել է, որ դուք ասացիք, որ ասել է, լսել եմ այդ հարցազրույցը, որ դրական էր վերաբերում եւ հիմա այսպես անսպասելի է եւ հիասթափվել է, այսպես ասած։ Ժողովուրդ ջան, մենք այստեղ անձնական ամբիցիաներով չենք ղեկավարվում, էմոցիաներով։ Սա քաղաքական process է։ Եվ ավելին ասեմ ձեզ, մենք այդ ամբիցիաներն ենք արել հետո առաջ, որ մենք հայտնվել ենք այս վիճակում։ Այսինքն մենք էլի նորից պետք է էմոցիաներ իրար սիրել, չսիրել անենք, որ այս իշխանությունը դրա հաշվին կարող է, այս իշխանությունը դրա հաշվին է ապրում։